Երկրի աղքատությունը ուրեմն 23 և 7% է։ Միայն Գյումրի քաղաքի աղքատությունը և Շիրակի դաշտավայրի ուրեմն կազմում է 39.5%։ Ուրեմն անհատական աղքատության թիվը 1.1% է, ներողություն, ծանր աղքատության այդպես։ Ծայրահեղ աղքատության թիվը 1.1% է, Գյումրիում 2.6%, ամենաանապահով խավը ապրում է Շիրակի դաշտավայրում և Գյումրի քաղաքում, բայց պետական մոտեցում մենք չենք տեսնում։ Ես հիմա ուշով հետևում եմ այս թեկնածուների ծրագրերին եմ նայում։ Առաջինը նայում եմ ՔՊ-ի ներկայացրած ծրագրին։ Դա չի մի առողջացման ծրագիր չեմ տեսնում։ Ուրեմն ինչ է սրանց խոսքը։ Դրսից Եվրոպայից բերել բաժկեր, ասֆալտապատում անել, բակերի վերականգնում, բայց աշխատատեղերի ստեղծում, կոնկրետ ծրագիր ես չեմ տեսնում, իսկ դա էլ անում են լոկ նրա համար, որ երկիրը գցեն Եվրոպայի ուրեմն կախյալ վիճակի մեջ պահեն, որպեսզի այնտեղից ինչ թելադրեն իրենք կատարեն։ Հիմա մեր ծորներից բռնած պետք է ոչ թե թորները, ծորներից բռնած այսօր տալիքի տակ է։ 12 միլիարդ դոլար եք վերցրել, 12 աշխատատեղ չեք ստեղծել, 12 աշխատատեղ 1915 թվականին, երբ որ 1,5 միլիոն հայերի մորտազերծեց այս բարբարոս ազգը, ցեղը, ուրեմն պատկերացրեք դրանից հետո անցել են այլ տեսակ մոտեցման։ Ինչ են անում։ 91 թվականին, երբ որ մենք անկախացանք, Հայաստանի բնակչության թիվը կազմում էր 3 միլիոն 700 հազար բնակչություն էր։ Հիմա դարել է 1 միլիոն 800 կամ 2 միլիոն։ Ինչն է պատճառը, որ հայ ժողովուրդը լքում է իր բնորանը։ Միակ պատճառը նա է, որ չունեն աշխատատեղ, չեն կարող պահել իրենց ընտանիքները և դրա համար գնում են ուրեմն արտագնա աշխատանքի։ Հիմա էլ նոր որոշում են կայացրել, որ այդ գումարներից չգիտեմ քանի տոկոսը պետք է մուծեն հանրապետության բյուջե։ Դա նշանակում է, որ այդ մարդկանց ուրեմն հետ գալը, ուրեմն պետությունը հատուկ այդ ծրագրով ուրեմն այնպես է անում, որ արտագաղթը ուրեմն ավելի շատացնեն այդ սկզբունքով և մարդիկ ստիպված գալիս իրենց ընտանիքին այստեղից տանում են ու դրա համար մեր թիվը կազմում է 1 միլիոն 800 հազար բնակչության թիվը, բայց թուրքերն էլ, ադրբեջանցիներն էլ մեզ հետ անկախացան, 5 միլիոն էին, հիմա դարել են 10 միլիոն, որովհետև պետական ծրագիր կա։ Այսօրվա այս Ալիևի հայրը ասում էր, թե մենք սխալվեցինք, որ հայերին պատերազմ հայտարարեցինք։ Երկրի 30% ադրբեջանցիներով էր լցված։ 10 տարի համբերենք, մենք 10-15 հատ երեխա ենք ունենում, իրանք 2 հատ։ Ամենահայրենասերը 3-ից 4 հատ, ամենահայրենասերը մեր միջի։ 10 տարի հետո Հայաստանը ինքնին կդառնար Ադրբեջան, ոնց որ այսօր արվում է վրացիների հետ։ Պատկերացրեք, Վրաստանի 40% և ավելին արդեն մուսուլմաններով, այսինքն իրանցով լցված է, և հավատացեք, Վրաստանը արդեն ազանգում է, որ նայեք, երկիրը կործանվում է, և հիմա սրանց ծրագիրը հատուկ բռնել են Հայաստանի Հանրապետության գլուխը, ամբողջ երկրի ունեցվածքը իրանց ձեռքին է, հանքարդյունաբերությունը ամբողջությամբ մի 10-15 ընտանիքի ձեռքին է, երկրի բոլոր ունեցվածքը 10-15 ընտանիքի ձեռքին է, քեզ որ բերեցինք, դու խոսք էիր տալիս, որ մենք գալիս ենք, որ գողունը հետ վերադարձնենք։ Ուր է այդ գողունը։ Ինչ ջիպ, կատլետ, այ հերիք չէ խապես, ինչ կատլետը դուք է, մեզի բերիր, երկիրը շենացրը։ Ես ուրեմն հատուկ եկել եմ կոմունիստական կուսակցությունն եմ նախընտրել, որովհետև այդ կուսակցության հետևը չի կանգնած ինչ որ նախկին առաջի համարներ, ազատ է, և եթե այսօր 8 թեկնածուին նայեք, հիմա արդեն պիտի ասեմ, ոչ մեկը անկախ չեն, ոչ մեկը, որին նայում ես, մի տեր տեսնում ես հետևը, և դիմացը ես հիմա բարձրաձայնում եմ, այ եկեղեցու զանգերն էլ տվեց,
Խաչն ու ավետարանը վրա ինչ որ ասում եմ։ Ես հավատացյալ տղա եմ եւ գիտեք որ ասենք ինչ բան է խաչակնկել ու ասել խաչն ու ավետարանը վրա։ Ուրեմն իմացեք, ես հիմա ասում եմ այդ մնացած տեխնացուներին, որոնք ընդդիմություն են։ Եթե դիմացը դուք ինձանից շատ ձայն հավաքեք, որևիցե մեկը միանշանակ իմ ձայները ստալու եմ ձեզ առանց պետական պաշտոն զբաղեցնելու։ Բայց եթե ես հավաքեցի, դուք ինձ չմիացաք, եթե 3 հոգի իրար հետ միացաք ու ինձանից շատ ձայներ հավաքած չեղաք ու ինձ ասեցիք, որ պիտի մեզ միանաս, իմ շատ ձայներով ես կասեմ, որ դուք համագործակցում եք ՔՊ-ի հետ եւ Նիկոլի դրածոներն եք։ Եթե ոչ, դուք ինձ կասեք։ Եվ հիմա այս բեմականացումը ինչ որ արվում է, բռնում են, առավոտ բաց են թողնում, զարմանում եմ, թե ինչն է պատճառը։ Չեմ ուզում ես այսպես խոսել։ Ես այսպես չեմ ուզում խոսել, բայց ձեր դատավորը մեղքս տալիս է Աստված է։ Այս րոպեին, եթե պաշտոնի համար, ձեր գրբանի համար, պաշտոնի համար ուզում եք նորից ժողովրդին խաբել, ուրեմն հիշեք, երկնքում եւ այս աշխարհում եւ հանդերձյալ կյանքում Աստծո ահեղ դատաստանը ձեր վրա է թափվելու եւ Սողոմոն Թելլերյանները ձեզ պատժելու են։